Հովեր կանցնին, ու ցորյաններս հուշիկ կարթննան, իրենց խորքեն կհոսի դողմը անսահման, գեղադալար կողեր նիվար բլուրին ծովեր կանցնին, հովեր կանցնին, այնքան կհորդի կկատղի դաշտը հուրթի, որ պիտի հոն սրածող ուլը խեղտի, գոքին մեջեն ալետատան հովիտին ծովեր կանցնին, հովեր կանցնին, ու ցորյանին պատմուճանները ծփուն, մերթ կպատրին, մերթ կկարվին, փողփողուն, ստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին, ծովեր կանցնին, հովեր կանցնին, քիստերուն տակ կալեծփին եղիներ, ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր, կալերեն գյուղեն միջև ուղորին, ծովեր կանցնին, հովեր կանցնին, զմրուխտներով կծփա դաշտը անհուն, ծիտը կերքե թառած ճյուղի մորորուն, մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին, ծովեր կանցնին, հովեր կանցնին։ Դանիել Վարուժանը մեր ամենաինքնատիպ ու հզոր շնչով բանաստեղծներից է, որը ուժերի ծաղկման շրջանում 31 տարեկանում դարձավ հայոց մեծ եղարնի զոհերից։ Հայրը Գրիգորը Դանիել անվանեց իր առաջնեկին, որովհետև որդու ծննդյան լուրը լսելու պահին Դանիել Մարգարեի մասին էր կարդում։ Նաև պապի անունն էր Դանիել, որի քաջագործությունների մասին լեգենդներ էին պատմում։ Դանիել Վարուժան Չիբուկկարյան ազգանունը թուրքերեն Չուբուկկյար բառից է, որը նշանակում է չիբուխ գրող։ Ըստ ընտանեկան ավանդության նրանց նախնիներից մեկին թուրք փաշան ստիպել է այդ ծառայությունը մատուցել։ Աշակերտից միջև ուսանող, ուսանողից միջև ուսուցիչ ձգվում էր նրա ճանապարհը, բայց թերևս ամենագլխավորը բանաստեղծի կոչումն էր, որ տրված էր նրան ի վերուստ։ Շատ կարելի է խոսել Դանիել Վարուժանի կյանքի, գործունեության ու ստեղծագործությունների մասին, սակայն փորձենք պատկերացում կազմել Դանիել Վարուժան մարդու, սիրող մարդու մասին։ Նա մաքուր հոգի ուներ, ինչպես վկայում են շատ ու շատ ընկերների ծանոթագրությունները։ Բելգիայում ուսանելիս Վարուժանի սիրտը կոտրում է բելգիացի մի կին, որի անունը չի հիշատակել։ Այդ կնոջ դավաճանությունն նրան գցում է ծանր հոգեվիճակի մեջ, նա նույնիսկ մտածում է ինքնասպանության մասին։ Այդ շրջանի ապրումներն արտացոլվել են նրա տրտունջ բանաստեղծության մեջ։ Վարուժանն այս դժվար ապրումներով աշխատանքի է անցնում հայրենի Բրգնիկ գյուղում, որտեղ հարուստ ընտանիքում մասնավոր ուսուցիչ է աշխատում։ Հենց այստեղ էլ նա սիրահարվում է իր աշակերտուհուն Արաքսին, որն էլ հետագայում դառնում է բանաստեղծի կինը։ Արաքսին մեծահարուստ ընտանիքից էր, ուներ լավ կրթություն, զարգացած էր, կարդացած։ Ծնողներն ուսուցիչին չէին դիտարկում հարմար թեկնածու ամուսնության համար, հաշվի առնելով նրա դիրքը հասարակության մեջ, եւ Արաքսիի կամքին հակառակ նշանադրում են թուրք էֆենդիի հետ։ Այս ամենից ցնցված Արաքսին նամակ է գրում Վարուժանին. ոչ ոք չի կրնալ բաժնիլ զիս, իմ սիրած ու պաշտած Վարուժանեն, եւ հենց նշանադրության օրը պատահաբար այս նամակն ընկնում է թուրք փեսացուի ձեռքը։ Կարդալով այս տողերը եւ տեսնելով հարսնացուի արցունքոտ աչքերը, նա հասկանում է, որ Արաքսիի միակ սերը Վարուժանն է։ Երիտասարդը շնորհավորում է Վարուժանին եւ Արաքսիին, մաղթելով երջանկություն։ Շուտով զույգն ամուսնանում է։ Տարիներ անց նրանք ունենում են 3 երեխա՝ Վերոնիկը, Արմենը եւ Հայկակը, որին ցավոք Վարուժանն այդպես էլ չի հասցնում տեսնել։ 1915 թվականի օգոստոսի 26-ին դաժանաբար սպանվում է թուրքերի կողմից։ Նույն օրն էլ ճակատագրի հեգնանքով ծնվում է նրա երրորդ զավակը՝ Հայկակը։ Մահն ու կյանքը մեկտեղվեցին, վիշտն ու ուրախությունը խառնելով իրար։ Ինչպես հիշում էր Արաքսի Վարուժանը, Դանիելը հաճախ էր առանձնանում իր սենյակում, գրում, սրբագրում, աշխատում մինչև առավոտ։ Ուսուցչական ասպարեզը նրա համար անկախ ապրուստի միջոց էր։ Նա սիրում էր կնոջ համար կարդալ իր գրությունները, միշտ կարևորելով նրա գնահատականն ու տպավորությունը։
բայց շուտով ընդհատվեց այս լիարժեք երջանկությունը։ Ապրիլի 24-ի երեկոյան ժամը 11:00, երբ Դանիելը, Արաքսին ու երեխաները տանն էին, եկան Դանիելին ձերբակալելու։ Դուռը բացեց Արաքսին եւ հրելով ներս մտան 3 հոգի, ասելով Էֆենդին ուր է։ Սկսեցին խուզարկել Վարուժանի գրասենյակի դարակները եւ ինչ որ գտան լցրեցին տոպրակների մեջ։ Նրանք բավականին հարգալից հայտնեցին Արաքսին, որ Վարուժանին տանում են որպեսզի մի քանի թղթեր ստորագրի։ Մինչև առավոտ սպասելուց հետո Արաքսին հասկացավ, որ Դանիելին աքսորել էին։ Գենտի համալսարանի գրադարանում տեղադրված է Վարուժանի եռալեզու հուշատախտակը, որտեղ հայերեն գրված են բանաստեղծի տողերը։ Ինչ փույթ կյանքը մեռնող, երբ որ երազը կապրի, երբ որ երազն անմահ է։ Հիշենք մեր մեծերին,